Արտիրոջը սիրելներ, իհարկե եղբայրները խոսեցին խոնարհության մասին։ Դա գանձ է, դա հանգստություն է, խաղաղություն է։ Խոնարհ մարդ միշտ հանգիստ է, միշտ չի լարվում, չի դնում վերցնում, հանգիստ քնում է, հանգիստ ապրում է, հանգիստ շփվում է, նրան խնդիրներ չունի, ինչքան լավ է։ Ես ճամբարում էի, հանքավան էի, ճիշտ է, մեր քրոջ բանեխիտան էր, ստիպած եկա, 3 հողակավորումներ, նկարը քրոջ, արեկնաս քրոջ, երևի չեն հասցրել վերցնել, բայց ոչինչ, հաջորդ կիրակի ճամբար, մյուս կիրակի նկարը կգցվի, կան որ չեն ճանաչում, կհիշեն արեկնաս քրոջը, ինքը գնաց։ Ճամբարում նայում էի երիտասարդներին, ուղղակի ուրախանում էի, շատ էի ուրախանում այդ բանակ երիտասարդները եւ ասեցի երիտասարդներ ջան, այս բանակ երիտասարդները որ կան, ցեզնով մենք ուրախանում ենք, գիտենք որ գնանք էլ հասակակիցներով, ներահատ, բաբեր, մամգոնապեր, եղբայրներով, գիտենք որ Աստծո ողորմությամբ թողում ենք բանակ, բայց մտածում եմ, ասում եմ, քույրերը կասեն, բա մենք բանակ չենք։ Եվ այդպիսի միտք ասեցի, բայց քույրեր ջան, իհարկե ձեզանից Աստված ձեզանից ծնվում են ապագայի սպասավորներ, քարոզիչներ, Աստծո անունը տարածողներ, ձեզանից են ծնվել։ Միայն թե ծնվելուց բացի դուք պետք է աշխատանք տանեք։ Դուք իմացեք, որ ձեզանից ծնվում են եւ դուք այդ գործն եք անում, Աստված օրհնի։ Ես մի միտք առաջացավ մեր սերտողության ժամանակ եւ ես ուզեցա, որպեսզի այդ մտքի վրա ուշադրություն դարձնել։ Մենք սերտողության ժամանակ սերտում էինք այս խոսքերը Մատթեոս ավետարանի 13-րդ գլուխ 33 խոսքը, մի խոսքը ընդամենը, որպես բնավան ես ուզում եմ կարդալ եւ այդպես էլ վերնագրել եմ այս թեման, որ պետք է խոսեմ, երկնքի թագավորությունը խմորի նման է, խմորում է բոլորը, այդպես վերնագրել եմ։ Ուրիշ առակ մնալ սավանոնց երկնքի թագավորությունը խմորի նման է, որ կին մառավ 3 գրիր ալյուրի մեջ պահեց, մինչև բոլորն ալ խմորեցավ։ Երկնքից իջնող, երկնքի թագավորությունը, որ իջնում է երկիր, խմորի նման է։ Բոլորը խմորեցնում է, բոլորը պետք է խմորվի։ Ոչ թե մի մասը խմորվի, մյուս մասը այդպես թողնվի, այլ բոլորը պետք է խմորվի։ Մարդը, երբ որ երկնքի թագավորության մասին տեղեկություն է ունենում, խմորվում է, իր էությունը պետք է խմորվի։ Ամբողջ հոգով սրտով պետք է խմորվի։ Ամբողջ արտաքինով պետք է երկնքին հաճելի լինի, խմորվի,
խոսելաձևով, վարմունքներով պետք է խմորված լինի, կարդալով Աստվածաշունչը։ Շատ օրինակներ կան, որ իրանք երկրի վրա ինչպես են պահել իրենցը, ինչպիսի վարվելակերպ են ունեցել, ինչպես են հաղթել աշխարհին, եւ իրենք խմորվել են, եւ խմորվել է իրենց ընտանիքը, ոչ մի կճղակ չի մնացել, որ չխմորվի։ Խմորվել է իր աշխատանքի վայրը, իմանալով իրեն որպես աստծոմարդ։ Եթե ուսանողը խմորվել է իր կուրսեցիները, վերջապես իմացել են իրեն, իր վարվելակերպը տարբեր է մյուսներից, ինքը խմորվել է։ Եվ ուզում եմ ուշադրություն դարձնենք Գործք առաքելոց 16 գլուխ, այստեղ ով էր ինքը եւ ինչպես խմորվեց իր ընտանիքը։ Կարդամ այս տողերը 16-րդ գլուխ 25 խոսք, 25 խոսքից։ Կես գիշերին Պողոս ու Շեղա աղոթք կնեին եւ Աստված կորնեին ու բանտարկյալներն ալ մտիկ կնեին, բանտում էին Պողոսն ու Շեղան, աղոթում էին եւ բոլոր բանտարկյալները նայում էին, թե այս մարդիկ ինչ են անում, ինչպես են աղոթում։ Հանկարծ մեծ շարժը եղավ, այնպես որ բանտին հիմերը սասանեցան ու անմիջապես բոլոր դռները բացվեցան, ամենուն կապերը արձակվեցան։ Բանտապետը երբ արթնացավ ու բանտին դռները բացված տեսավ, թուրը քաշեց եւ ինքը զինքը պիտի սպաներ, կարծելով թե կապվածները փախել են։ Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ուսավ. դուն քո անձիդ վնաս մի ըներ, վասնզի ամենք սալ հոս ենք։ Անիկա ճրակը ուզեց ու ներս վազեց եւ դողալով Պողոսին ու Շեղային առջև ընկավ եւ զանոնք դուրս բերելով ըսավ. Տերեր, շատ կարեւոր է, տերեր, ինչ պետք է անեմ, որ փրկվիմ։ Անոնքալ ըսին. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու պիտի փրկվիք դուն եւ քո տունդ։ Եվ Տիրոջ խոսքը խոսեցավ անոնց ու անոր ու այն ամենուն, որոնք անոր տան մեջ էին։ Բանտապետը առավ զանոն գիշերվա նույն ժամուն ու անոնց վերքերը լված եւ մկրտվեցան ինքը ու բոլոր իրենները, զանոնք իր տունը տանելով անոնց առջև սեղան դրավ եւ բոլոր տունով ուրախացան Աստծո հավատալով։ Ինչ տեղի ունեցավ։ Խմորվեց, բանտապետի վարմունքը փոխվեց, ինքը ուզում էր իր կյանքը վերացնել, բայց բարձր ձայնով Պողոսը թույլ չտվեց, գոռաց. մի արա այդ բանը։ Եվ ինքը տեսավ, որ այս բնականոն կյանքը չի երկրի վրա, բնականոնից մի վեր գերբնական է այս ամենը, որ կատարվում է։ Եվ ասեց, ինչ անեմ, որ փրկվեմ։ Ասեց, հավատա եւ կփրկվես դու եւ քո տունդ։ Խմորում տեղի ունեցավ եւ այդ գիշեր մկրտվեցավ բանտապետը։ Իսկ ինչ տեղի ունեցավ։ Խմորում տեղի ունեցավ։ Խմորվեց։ Ես շատ եմ ասել մի քրոջ մասին։ Տնային պաշտամունք էր եւ քույրը տարիներ առաջ էր։ Բարձր ձայնով աղոթում էր. «Փառք քեզ Տեր»։
այսքան տարվա հավատացյալը գործից տեղը չգիտեն։ Երբ որ աղոթքը վերջացավ, ասի քույրիկ ջան, դες հումորով, ասի գործի տեղը չգիտեն, որ դու հավատացյալ ես, հանգարց իմանան էլ կզարմանան, են խելոք խոնարը կարող է մի քիչ խելքի մոտիկ է հավատացյալ լինի մեր աշխատանքի վայրից, են էլ, բայց դու անհնարին է, որովհետև այնպիսի տպավորություն ես թողել, ոչ թե լույս ես տարածել, այլ երևի խավար ես տարածել, ինչ ես կարծում, Տերը ուզում է, որ չխմորվի, Տերը ուզում է, որ լույսը ծածկվի, Տերը չի ուզում, և դու Տիրոջը ասում ես փառք ես Տեր, դե հա, փառք միշտ փառք Տիրոջը, բայց խառնում ես քո չխմորելու մեջ, գործի տեղը, գիտեք, աշխարհում դուք էլ եք նկատել, կան մարդիկ, որոնք մեծ տներ ունեն, վիլաներ ունեն, բայց մի փոքր անկյունում դրած է սրբապատկերներ, խաչ, անկյունում, այդ անկյունը, որը իբրև թե երկինքն է ներկայացնում, գործ չունի իր բիզնեսի հետ, իր ընտանիքի, աշխարհիկ, եսի ինչ կյանքի հետ գործ չունի, անկյունում, այդպես, ինչ որ, բայց սուրբ գիրքն ասում է, բոլորը խմորեցան, երկինքից խմորը իջավ, նմանեցնում է, որ ինչպես կինը խմորում է, թղթամորը վերջը, խմորում է բոլորը զանգված են, նույնանում է, զանգվածը ես ու դու ենք, զանգվածը մեր ընտանիքն է, և Աստված պահանջում է, որ այդ զանգված նաև լինի մեր աշխատանքի վայրը, մեր երիտասարդների ուսման վայրը, այնպես լինի, այնպես ապրի, որ իրեն նայեն ու զարմանան, ասեն դու տարբեր ես, չի կարա սովորական բնականոն կյանքի մեջ մարդը այսպես լինի, որ դու տարբեր ես, և հարցնեն, և դու քո կյանքի տարբերության մասին ասես, որ սա իմը չի, սա երկնքինն է, որ ինձ տրվել է, իմը չի, եթե ուզում ես, դու էլ կտարբերվես, և սկսվում է խմորումը, ուրեմն խմորում մարդու կյանքում, ընտանիքում, աշխատանքի վայրում, ինչ ունես չունես, բիզնեսը խմորում պետք է լինի, հասարակ մեքենա ունես, դա էլ պետք է խմորում լինի, երբ որ ասում ենք տատիկներին տարեք բերեք, տանող բերողները խմորվել է արդեն, մեքենան, ես հիշում եմ, որ 60-ական թվերին նոր ընդամենը մի քանի հոգի ինք, ես որ ապաշխարեցի ամբողջ Հայաստանը 35-40-ի մոտ էր, հետո 50-60, վերջապես տենց սկսեց խմորումը ամբողջ Հայաստանով մեկ, երբ որ լսում էինք, որ մի գյուղում ապաշխարություն է տեղի ունեցել, ուրախանում էինք, հետո անցան տարիներ 70-ականներին, հետո 80-ականներին, Փարոսի պաշտամունքից ավելի ու ավելի խմորումներ, և երբ որ հավաքվում էինք եղբայրներով, արդեն ուրիշ բան էինք մտածում, որ գյուղում հոգևոր չկա, որտեղ չկա հոգևոր, որտեղ չի խմորվել, և խմորվեց,
մենք կարդում ենք, որ Տեր Հիսուսի 12 աշակերտները խմորեցին բոլոր աշխարհը, ոչ միայն Ռոմը, ոչ միայն, այլև ամբողջ աշխարհը խմորեցին, տարածվեց քրիստոնեությունը եւ որպես պետական կրոն երկրներ սկսվեց, իհարկե Հայաստանից, գիտենք առաջինը ընդունեց քրիստոնեությունը եւ այդպես տարածվեց, խմորվեց։ Եթե 12 աշակերտների միջոցով Աստված օրհնեց այնպես, որ խմորվեցին ամբողջ աշխարհը, բալա ոնց կարելի է տունը չխմորվի, ընտանիքը չխմորվի եւ որքան պատասխանատու գործի մեջ ես դու, քո տունը, Աստծո տված քո երեխաները, որ դու ես պահում, դու ես աշխատում, ցավոք մենք լսում ենք ոչինչ թող քնի, հանգստանա հավաքուտի չգալով։ Թող սպորտով զբաղվի։ Երկնքից իջած խմորումը սպորտն է, թե երգել, նվագել, ուրախանում ենք նվագողներով, էս ինչի էս եղբոր քրոջ երեխան այս չխմորողին այդպես չի, որ պետք է հիշի, որ չխմորողը սպասվում է, այդպես ինքը ազատ չի, սպասվում է պատիժ։ Ես ուզում եմ Մատթեոս ավետարանի 25-րդ գլուխ 24-ից 30-ը կարդալ։ Ես շատ ծանոթ այս խոսքերը մեզ շատ ծանոթ է, մենք շատ ենք կարդացել այս խոսքերը, բայց կարիք կա կարդալու։ Մեկ տաղանդ առնողնալ եկավ ու սա Տեր, գիտեի թե դուն խիստ մարդ ունես, չսերմած տեղերդ կհնձես ու չցանած տեղերդ կժողովես։ Ուստի վախենալով գացի քո տաղանդդ գետնի տակ պահեցի, ուստի ահա քուկդ քեզ։ Պատասխան տվավ անոր Տերը ուսա, չար եւ ծույլ ծառա, գիտեիր թե չսերմած տեղես կհնձեմ ու չցանած տեղես կժողովեմ։ Ուրեմն պետք էր, որ իմ ստակը սեղանավորներուն տայիր, որպեսի եկած ատենես շահով առնեի։ Արեք ատկե տաղանդը ու 10 տաղանդ ունեցողին տվեք, բազի ամենին ունեցողին պիտի տրվի ու պիտի ավելանա եւ չունեցողին ունեցածն ալ պիտի առնվի։ Իսկ այդ անպիտան ծառան դուրսի խավարը հանեցեք, հոն պիտի լալ ու ագրանելի կրճտոց։ Խմորը երկնային ինքը ստացել էր, ինքը պետք է խմորեր, բայց ինքը պահեց, ինքը ուրախացավ, որ իր աշխատանքի վայրը չգիտեն, որ ինքը Աստվածապաշտ է։ Լինում են դեպքեր, սեղան են նստել, ասում է, ինչի չես խմում, ռուլի վրա եմ, վատ եմ զբան եմ նենց տանում, չի ասում, երկնքի խմորումը չի բացատրում, ռուլի վրա եմ ասում, վարորդ եմ, դրա համար չեմ խմում։ Տեսնում եք, մոտեցել է, որ դու բացատրես, որ ես խմորված եմ, ես տարբեր եմ, ես երկնքի խմորը ունեմ եւ ուզում եմ դու էլ այդ գերի դարած վիճակից ազատվես։ Հիշում եմ Սևանում, որ հաջորդ կիրակի պետք է գնանք,
Նույն խավար, վատ, տարիներներ, ծանր, նշանվել են, 5 նշանված կան, պետք է պսակվեն, փող չկա, դժվարություններ, շատ ծանր վիճակ է։ Դե, ասեցի, որ ընդհանուր պետք է հարսանիքը անենք, իհարկե երկուս ասին չէ, ծնողները պետք է ձգվի մեր երեխեքի հարսանիքը, 3-ը համաձայնվեցին։ Եվ 3-ը միասին մենք Սևանում կատարեցինք պսակադրությունը, հիշում եք, կարակ նայեք, բաների վրա կա, իմ կասետների վրա նկարահանած։ Ինչ արեցինք եկեղեցիով, հայտարարեցինք հանգանակություն, որ հարսանիքը Սևանում պետք է անենք միասին։ Եվ այնպեսի հարսանիք եղավ, որ ծնողները բոլորը շատ ուրախացանք, բայց դա չեմ ուզում ասել, մի կարևոր բան։ Երկուսի ծնողները շատ խմող մարդիկ էին։ Ասին Արոն եղբայր, ես իմ տղայի հարսանիքին չխմեմ, էդի իմ համար մահ է, էդ ինչ ես ասում։ Ասի, եթե պետք է խմես, հոր հետ եմ խոսում, երկու տղաների առանցին նույն խոսակցությունը գնաց։ Եթե պետք է խմես, ես այդ հարսանիքից գործ չունեմ, մենա դու ոնց անեն։ Ծանր վիճակ համաձայնվա։ Երկուսն էլ համաձայնվա, որ պետք է այդ օրը չխմեն։ Որ գնում ենք ավտոները, մեքենաները, բարեկամներ, բաներ, չգիտեմ, երևի 1000-ից ավել, չգիտեմ կհիշեն, 1000-ից ավել ժողովուրդ Սևան։ Հիմա հարսանիքը վերջացավ, նստել ենք հաց ուտելու, պետք է արդեն շարժվենք, Էլանորից միկրոֆոնով ասի, Ժորժ ջան, պատկերացնում եք, ստեղ խմեին, սա խմեին, հիմա ստեից Սևանից, այս խմածներին, շոֆերը, բանը, վերջապես, մենք ոնց հասցնենք Երևան, դե տեսեք, տենում եք, ինչ եղավ, տենում եք հոգևոր լինել ինչքան լավ է, տենում եք ենթարկվել, լսել, ինչքան լավ է, եւ բոլորն էլ ուրախացան, այո ճիշտ է, Սևանից խմած, հարբած մարդկանց մենք ոնց բերենք Երևան, ծեծել, կռվել, դենտեղ բանում, Սևանում մաքուր օդ, ինչքան կխմեին։ Եվ այդպես ամեն առիթի դեպքում խմորումը պետք է լինի։ Եվ այստեղ տեսնում ենք ծածկողը, չխմորելը, ունես դու այդ խմորը երկնքից, չես խմորում, այնտեղ պետք է լինի լաց և ատամների կրճտած, դու իրավունք չունես, դու լույսն ես, Աստված լույս է և իր անունը քո վրա է դրել, դու լույսն ես աշխարհի, բոլորը քեզ պիտի ճանաչեն որպես Աստծո մարդ, որպես երկնքից ստացածի և դու պետք է ապրես, ենթարկվես երկնքին, դու պատրաստ պետք է լինես միշտ, խոսքը պետք է ունենաս, ասելու իրեն, այնպես ասելու, որ հաճելի լինի իրեն, այնպես չասելու, որ մարդիկ հիասթափվեն, այնպես առաջինը կյանքը ցույց տուր, մենք կարդում ենք, Տեր Հիսուսը կատարեց, նոր ասեց, ինքը մինչև ասելը անպայման կատարում էր, նոր ասում էր, ես էլ եմ ասել, երբ որ նոր ճամբարը սկսվել էր, Պավել եղբայրը հելեր էր ասում էր, երթապաները տուալետները պետք է լվանան եւ այլ, այսպես պետք է լվանան, մինչև այդ կատարեց ինքը լված տուալետը,
նոր երիտասարդներին ասեց. այսպես լվացիք, այսպես լվացիք։ Մի օր ես հիշում եմ, ինչ որ, չգիտեմ, յուղոտ, մրոտ, ինչ որ սետկա ենք քաշում, տարիներ առաջ էստեղ ինչ որ ես ինչ էինք անում։ Երիտասարդներ ինչ անենք, մինչև թևերս չքշտեցի, այդ յուղոտ սետկաները անչարի, ոչ մեկն էլ կարծես չի ուզում այդ մրոտ յուղին կպրնի, մինչև չարվեց, իրենք չարեցին, իրենք մտան գործի այն ժամանակ, երբ որ անում ես, դու պետք է անես, դու պետք է ֆիզիկապես գործողությունը կատարես, նոր ասես, խմորում, դու դա սովորական բնականոն կյանքի ուտելիք, հագնելիք, խմելիք չի, իհարկե եղբայրներն ասեցին այդ մասին, դա բարձր է, և դու պետք է ուրախանաս, երջանիկ զգաս, և այդ խմորումը կատարես, որովհետև գրված է բոլորը մորվեցան։ Աստված օգնի։ Գանք աղոթքով Աստծո առաջ, ավարտենք պաշտամունքը, իհարկե